ներս Նիկոլ Փաշինյանի հետևից թե նախորդ էիք արդեն։ Չէ, իրանից առաջ մի կես ժամ առաջ։ Առանց ուշադրություն գրավելու, առանց բանի։ Ստամա շատ մարդիկ կարան տենց առանց ուշադրություն գրավելու մոտենան իրենց առնվազն կարծիքը հայտ բարձրաձայնեն։ Ձերքով բերանս փակեց ու դուրս հանեցին, չթույլատրելով շարունակել ակցիաս։ Ինչը հավանաբար նաև սպասել էր։ Ուժով հանեցին դուրս, կային քաղաքացիներ, որ կողմ էին այդ ինձ ուժով հանելուն ու այդքան բան։ Դեմ մարդ չկար, ես ինչքանով հասկացա, որ ինձ ուժով հանեցին։ Ոստիկանների հետ քայլելով ինձ հեռացրեցին, հետո ոստիկանապետը մոտեցավ, մի քիչ զրուցեցինք ու ինքը հեռացավ։ Ուղղակի չթողեցին էլ, որ ես մոտիկ գնամ նորից։ Ինչ եք խոսել ոստիկանապետի։ Մեծ հաշվով ոչինչ։ Ես եմ խնդրել Պարզաբանի արդյոք ինքը իրավունք ունի որպես ոստիկան պատասխանը իր արդյոք այդ Ստեփանը իրավունք ունի որպես քահանա, հարցի պատասխան չեմ ստացել զբաղվածությունից ելնելով։ Դե ես էլ հասկացա, որ արդեն իմաստ չունի այնտեղ մնալը, թողեցի գնացի։ Դրանից հետո ինչ-որ սպառնալիքներ չի եղել։ Չէ, սպառնալիք, բացարձակ։ Նիկոլ Փաշինյանը երեք նշել է նաև, որ հաջորդ կիրակի ել է մասնակցելու պատարագին, պատրաստվում եք նույնպես գնալ այդ պատարագին։ Երևա։ Ամեն դեպքում երեք էլ այնտեղ լինելուց առաջ մի շաբաթ առաջ չէի պլանավորել։ Ամեն դեպքում մներ չի մի անգամ գնացել եմ այնքանը գնալու համար։ Նպատակը այդտեղ է, եթե զգամ հաջորդ անգամ արդյունավետ կարա լինի առնվազն այդքան ինչքան որ առաջին անգամ, ինչու՞ չէ։ Այդ օրը չէին ճանաչում, ոչ մեկ չէր պատկերացնում։ Մա հաջորդ անգամ որ գնամ, այնտեղ կանգնած շատ-շատերը ճանաչելու են։ Ասում են բժիշկը իր գործն է անում, ժամանակ չունի։ Մեքենա վերանորոգողներն իրենց գործն են անում, ժամանակ չունեն։ Բանկի աշխատողներն իրենց գործն են անում, ժամանակ չունեն։ Պետական աշխատողները իրենց գործն են անում, ժամանակ չունեն։ Յուրաքանչյուրի մոտ էլ կա այդ արդարացումը։ Ես նոր եմ իմ քայլը, առաջին իմ քայլն եմ արել։ Դա յուրաքանչյուրն իր առաջին քայլն անի։ Ինչի օրինակ այդ նույն առաքելական եկեղեցու հետևորդները չեն գնում, պահանջեն, որ Տեր Սարգիսը օրինակ բան անի։ Պատարագ անցկացնի, ինչի չեն գնում պահանջեն։ Ես ոչ նրան եմ ճանաչում, ոչ նրան, բայց փաստացի քահանան Տեր Սարգիսն է, ինչի չեն գնում պահանջեն։ Ումից պահանջեն, ոնց պահանջեն, դա յուրաքանչյուր ինքը գիտի։ Իսկ ընդհանուր ինչ կարծիք ունեք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ անձամբ գնալու է եւ Վեհարանը ազատ է վեհափառից։ Եթե այս տեմպերով շարունակվեց, ես չեմ կասկածում, որ կարա եւ դա լինի։ Նրանք ինձ հետաքրքիր է, որ ուժայիներով գնացին, ինչ է այնտեղ լինելու։ Օրինակ նույն այն մարդիկ, ովքեր պաշտպանում են այդ տարբերակին պատրաստ են, ես չգիտեմ։ Իրենց գործողությունները որն է, սպոնտան ուղղակի էլի հասնել Էջմիածին։ Իսկ ալյա փորձել դրան չհասցնել։ Ամբողջ միտքը այն է, որ փորձել կաթողիկոսի այդ հանդեպ եղած բռնության այդ հարցի շուրջ համախմբել ժողովրդին, եթե դա է շատ անազնիվ մոտեցում է։ Քաղաքական ուժերից շատ-շատերը խոսում են դրա մասին ու եթե իրանց հույսը դա է, որ պետք է գնան կաթողիկոսին ձերբակալեն կամ ուժով ուզենան հանեն ու իրանք այդ հողի վրա փորձեն ժողովրդի զայրույթը բարձրացնեն ու հանեն դուրս, չգիտեմ, ու այդ զայրույթը կսրբի կտանի բոլորին։ Հələ մի կողմ դա հնարավոր է թե հնարավոր չի, բայց դա մեղմ ասած անազնիվ է, այդ թվում նաև այն կաթողիկոսի հանդեպ, որի պաշտպանությամբ այդ նույն քաղաքական ուժերը հանդես են գալիս։ Իրավապահներին ինչ պետք է ասեմ, թե կառավարման համակարգը այնպիսին է, որ իրանց գործողությունները օրինաչափ են, իրենց ինչ ասեմ։ Այսինքն ինչի նկատի ունեմ ասելով օրինաչափ են։ Մեր երկրում 91 թվականի ծեսկում պետությունը նույն հարթության վրա միշտ դրվել օրվա իշխանության հետ։ Այսինքն ով եղել է օրվա իշխանությունը, ինքն էլ եղել է մեծ հաշվով պետությունը։ Ու ուժային կառույցները կատարելով իշխանությունների հրամանները կարելի է ասել գործել են ի օգուտ պետության, այսինքն ի օգուտ իշխանության, այդ դրա շարունակաբար նաև ի օգուտ պետության։ Հիմա ես ինչ ասեմ ուժային կառույցներին, որ իրենք օրենքով շարժեն։ Չգրված օրենքներով իրանք լրիվ օրինաչափ գործողություններ են կատարել։ Եթե խոսքը օրենսդրական դաշտի մասին է, կոչ կանեմ ավելի շատ օրենքին հետևել։